Բարև ձեզ սիրելիներս, այսօրվա թեման է այբուբենը։ Երբ ես ասում եմ A, B, C, D կամ A, B, C, D կամ A, B, V, G, D, դա ձեզ այդքան էլ ծանոթ չէ, ես արտաբերում եմ իմ շրթունքներով այլ երկրների, պետությունների այբուբենը, այլ լեզուների այբուբենը։ Այո, բոլորն էլ ունեն իրենց այբուբենը, բայց մինչ մնացածի այբուբենը անցնելուն, նախ եկեք շատ լավ սերտենք մեր այբուբենը, իմանանք մեր այբուբենի ստեղծման պատմությունը։ Չէ՞ որ մինչ չիմանանք մերը, չեն կարող ավելի լավ սերտել ուրիշներինը։ Հայերենի այբուբենը։ Տեսեք, ձեզ ցուցադրում եմ տպագիր և ձեռագիր այբուբենը։ Եթե ուշադիր նայենք, որոշ տառեր կարմիր օղակների մեջ եմ առել, արդեն ձեզ հուշում եմ ինչի համար, այո, դրանք ձայնավորներն են։ Հայերենի այբուբենը կազմված է ձայնավորներից և բաղաձայններից։ Այբուբենը տառերն են դասավորված հաստատուն շարքով։ Տեսեք A-ից մինչև F հաստատուն ձևով դասավորված են։ Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Այբուբենը իր անունը ստացել է այբ ու բեն տառանուներից, ույի շնորհիվ երկու տառանուները միացել են իրար և ստացվել է այբուբեն։ Այբուբենը հիմա ունի 39 տառ, սակայն Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է 36 տառ, հետագայում ավելացել են ևս 3 տառ։ Տեսնելով, որ տառերի քանակը չի բավարարում, ավելացել է O, F հնչյուն տառերը և նրանց ավելացել է և կցագիր տառը։ Տեսեք, այստեղ ձեզ ցուցադրում եմ տառանուններով մինչև այստեղ, այնուհետև ավելացրել են այս 3 տառերը։ Եկեք միասին կարդանք տառանունները։ Այբ, բեն, գիմ, դա, եչզա, թո, ժե, ինիլյու, խե, ծա, կեն, հո, ծա, ғատ, ճե, մեն, հի, նու, շա, ո, չա, պե, ջե, ռա, սե, վե, տյուն, ռե, ցո, ու, փյու, քե և օ, ֆե։ Մենք ունենք 6 ձայնավոր հնչյուն, բայց դրանք գրվում են 8 տառով, որովհետև on, օ, ո, է, ե։ Ձայնավոր հնչյուններն են a, և, ի, օ, ո, ու, է, ը։ Հիմա կասեք ինչի տառեր ունեն անուններ, այո, ինչպես մենք ունենք անուններ, այնպես է Մեսրոպ Մաշտոցը տառերին տվել է այս անունները։ Ունենք 30 բաղաձայն հնչյուն և ևը չի համարվում տառ, այն համարվում է կցագիր տառանշան։ Եվ բոլոր տեղերում ևը վերցրված է կարմիր շրջանակի մեջ։ Առաջի թարգմանած նախադասությունը. ճանաչել զիմաստություն և զղրատ, իմանալ զբանս հանճարոյ, որը Սողոմոնի առակից է վերցված, թարգմանված հայերեն։ Ինչ է նշանակում։ Նշանակում է ճանաչել իմաստությունը, գիտելիքը, սովորել մեծերի խրատները և իմանալ հանճարների գործերը։ Նաև Մեսրոպ Մաշտոցը աղոթք է գրել, ձոն աղոթք։ Յուրաքանչյուր տառի համար աղոթք 1 բառով։ Հիմա կարդանք. Արարիչ, բովանդակ, գոյությանս դատավոր, երկնից զորավոր,
էության ստխուն, թագավոր ժամանակած իրար լուսո, խավարի ծովուց, կեսականց համայնից, ձայն ղողանջական, ճեմարան մտած Հիսուսնազովրեցի շնոր ոգեշունչ, չարիած պատաղիշ, ճանադիր ռաբի, սրբոց վկայարան, Տեր մեր ցանկալի ու փառք Քրիստոսիդ։ Սա ամբողջական աղոթքն էր։ Հետև տառերին տվել են իրենց թվային արժեքները, ինչպես օրինակ ան 1 է, թն 9 է, այստեղ տեսեք 1-ից մինչև 9 թն միավորներն են, ժ-ից մինչև ղ տասնավորներն են, ճ-ից մինչև զ հարյուրավորներն են և մինչև ք արդեն հազարավորների դասն է։ Ինչպես նկատեցիք, թ-ից հետո 3 տառ չունեն, քանի որ երբ որ թվային արժեքների են վերածել, այդ 3 տառը դեռ չէին հնարել։ Գիտեք չէ, երբ որ առաջ Ֆ տառը չի եղել, օրինակ Ռաֆայել բառի մեջ ասել են Ռափայել, Փ տառն են օգտագործել։ Երբ որ արդեն Ֆ-ն ի հարկ եկավ, Ռաֆայելը դարձավ Ռաֆայել, Փ-ի փոխարեն կարդացին Ֆ։ Հայերենի տառերը։ Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը շատ ու շատ տարիներ առաջ։ Այբուբենի տառերն են դասավորված հաստատուն շարքով։ Այբուբենի տառերը հայրենիքի զինվորներն են, ինչպես և դու, խիզախ եղիր նրանց նման ու նրանց պես ճշմարտախոսք։ Այստեղ մենք ունենք Մեսրոպ Մաշտոցի նկարը իր ստեղծած տառերի մագաղաթով, որը բերել է ցույց տա թագավորին։ Իսկ ով էր այդ թագավորը, որի օրոք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը։ Դա Շապու արքան էր։ Սահակ Պարթևի հետ Մեսրոպ Մաշտոցը Ռամշապու արքայի հրամանով ստեղծեց հայոց տառերը։ Հայերենի այբուբենը, տպագիր և ձեռագիր տառերը, Եվը արդեն իսկ վերցրված է շրջանակի մեջ, քանի որ կցագիր տառանշան է։ Դուք պետք է այբուբենը ամբողջությամբ սովորեք անգիր, փորձեք երգելով սովորել, այդպես ավելի հեշտ է ստացվում։ Նաև սովորեք այբուբենի տառերի անունները։ Սրա համար նույնպես համացանցում երգ կա, դրա միջոցով կարող եք շատ հանգիստ սովորել։ Այսքանը սիրելիներս, կհանդիպենք հաջորդ դասին, չմոռանաք բաժանորդագրվել։